Բարեզից հարգելի գործընկերներ, այսօր նրատապահությունն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի ղեկավար Ավետիսյանի սպանության գործով իրավահաջորդների շահերի պաշտպան Արտուր Սարգսյան։ Պարոն Սարգսյան, սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Ավետիսյանների գործով դատավարությունը, խնդրում ենք ներկայացնել այդ դատավարության գործընթացի ընթացքում ծագած խնդիրները, մեկ ամիս հետաձգել է դատավարությունը, ձեր կարծիքով ինչ կփոխվի մեկ ամիս ինչ պետք է նոր բաների, որը տեղի չկա։ Շնորհակալություն նախ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռնելու համար ներկայացնել այդ դատավարության մասին տեսակետները, իհարկե բավական անդրադարձ եղել է այս մի քանի օրվա ընթացքում, ես չեմ կրկնվի, բայց ուղղակի կաշխատեմ որ չկրկնվեմ, բայց նաև մի քանի կարևոր հարցեր կուզենայի անդրադառնալ, որպեսզի հետագայում այս նման ծայրահեղ կամ հանրային տեսակետից, հանրային ընկալման տեսակետից զգայուն թեմաների ժամանակ մենք որոշակի ուղենիշներ աչքաթող չհատենք։ Իհարկե բավական դժվար գործ է, նաև հանրային ակնկալիքները այս դատավարության հետ կապված բավական ոչ թե մեծ են, այլ պեսիմիստական կարելի ասել, որովհետև այնուամենայնիվ չկա այն վստահությունը, որ դատաքննության ընթացքում կարող են շատ հարցեր, որոնք ուզում են հանրությանը 2015 թվականի հունվարի 12-ին այդ եղեռնագործության հետ կապված, որ ստացել են պատասխաններ կամ կարող են ստանալ։ Բայց հենց այս դեպքերում է, որ դատավարության, ընդհանրապես քրեական գործի վարման, քննության և դատաքննության սկզբունքները իրական նշանակություն ունեն։ Այսինքն ոչ թե զուտ նյութական կողմն է կարևոր, դա էլ է կարևոր, այլ նաև թե ինչպես են ապահովում այն սկզբունքները պաշտպանվում, որպեսզի դա նյութական այդ իրավունքի հետ կապված խնդիրները իրապես պատշաճ պայմաններում քննվեն, բացահայտվեն, որպեսզի որևէ կասկածներ չլինեն։ Եվ այս առումով իհարկե համար առաջին կարևոր պայմանը դա դատավարության ընթացքն է։ Իդեպ ասեմ, որ նախաքննության ընթացքում էլ կային հարցեր, խնդիրներ, որոնք պատասխան չստանալով հանդես արդեն իսկ ստվերում էին նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության նկատմամբ վստահություն։ Մասնավորապես, դա արդեն խոստովանեց հրապարակավ նաև մինչ դատաքննությունը Գևորգ Օստանյանը, որ 9 օր ուշացումով այս գործի քննությունը որևէ էական ազդեցություն չի ունեցել գործի քննության օբյեկտիվության վրա։ Ես կարծում եմ, որ ունեցել է և շատ մեծ չափով է ունեցել, որի մասին մենք դատաքննության ընթացքում կբարձրացնենք այդ ուշացումով սկսված նախաքննության հետևանքով առաջացած հարցերը, որոնց պատասխանները պետք է տրվեն։ Իդեպ ոչ միայն պատասխանները պետք է տրվեն, այլ նաև ուշացման մեջ պատասխանատու անձանց գործողություններին պետք է տրվեն իրավական գնահատականներ։ Դա մասնավորապես վերաբերում է Պերմյակովին կռնելուց հետո ռուսական սահմանապահների կողմից հայկական կողմին չհանձնելու մեկ, երկրորդը հայկական կողմից համարժեք ջանք չգործադրելու, որպեսզի Պերմյակովին հանձնեն, և նաև հանցագործության հետ կապված կարևոր նշանակություն ունեցող փաստերը ոչնչացնելու հետ կապված հարցերի նաև իրավական գնահատական կարգի մասին։ Եվ հաջորդը, որ հենց ռուսական կողմից ակնհայտ ապօրինի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հարուցված քրեական
գործով նախ ինքնին քննությունը եւ երկրորդը քննությամբ ռուսական կողմից քննությամբ ձեռք բերված նյութերի առանց որևէ իրավական հիմնավորման Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից վարվող իրականացող քննության գործին միացնելով հանգամանքը։ Որևէ հիմք չկա այդ քննությամբ ձեռք բերված նյութերը միացնելու եւ որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր ընդունելու եւ դրանց հիման վրա նաեւ մեղադրական եզրակացություն կազմելու համար։ Սա այս նշեցի նախաքննության ընթացքի կարևոր այն խնդիրները եւ ցավոք սրտի նույն տրամաբանության շարունակում է նաեւ դատաքննությունը։ Ինչի մասին է խոսքը, որ հայկական կողմը ակնհայտորեն սահմանափակված լինելով ռուսական կողմի ոչ իրավաչափ գործողություններով այս սահմանափակվածության մեջ է գտնվում նաև դատաքննության ընթացքում։ Նախարարի հերթին դա դատաքննության անցկացումը արտագնա նիստի ձևով ռուսական բազայի տարածքում եւ երկրորդը դատաքննության ընթացքում խնդիրը ոչ միայն ռուսական բազայի զինծառայողների ներկայությունն է, այլ նաև դրանով հանդերձ արձանագրվում է ռուսական կողմից Ավետիսյանների սպանության գործով դատաքննության նկատմամբ հսկողության իրականացման փաստը։ Եվ նման պարագայում, երբ դատարանի դատություն նստած է եւ նիստը վարում է Հայաստանի Հանրապետության դատավորը, եւ նիստի իրականացման համար ոչ պատշաճ պայմանների խնդիրների լուծմամբ, որը փորձեցին լուծել, զբաղված է դատական դեպարտամենտի ներկայացուցիչները մի ամբողջ խումբ եւ ակնհայտորեն տեղի է ունենում խախտում եւ չպատճառաբանված որոշում է կայացնում դատավորի կողմից խախտումը վերացնելու ուղղված միջնորդությունը մերժելու ժամանակ մենք հասարակ արձանագրում ենք, որ ունենք երկու հստակ սուբյեկտներ այդ դատավարության իրականացման հետ կապված։ Մեկը հայկական Հայաստանի կողմը եւ մյուսը Ռուսաստանի կողմը, որը իրավական որևիցե ստատուս կամ կարգավիճակ չունի, բայց ինքը մասնակցում է այդ դատավարությանը։ Սա ակնհայտորեն անթույլատրելի է։ Գիտեք, դուք լավ գիտեք իմ կոնկրետ նաև վերաբերյալ դատական իշխանության վերաբերյալ Հայաստանում նրա անկախության հետ կապված լուրջ խնդիրները, բայց տվյալ դեպքում արդեն մենք գործ ունենք ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության կախվածության հարցին Բաղրամյան 26-ից, այլ ռուսական բազայի, այսինքն ռուսական կողմից, հանձինս ռուսական բազայի։ Սա ուղղակի արտարոց է եւ ըստ էության մենք այս պայմաններում հարցը ձևակերպում ենք այսպես. Առաջին հերթին ուրեմն դատավոր եւ ամենայն հավանականությամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կներկայացվի դատական դեպարտամենտ, այսինքն գոյություն ունեցող մեր իրավական ուրեմն միջոցներով, երկրորդը դատական դեպարտամենտի այդ ղեկավարությունը պարոն Խոլադյանը, որ անմիջականորեն ներկա էր եւ ըստ էության որևիցե քայլ չկատարեցին այդ խնդիրը լուծելու, նույնիսկ այսինքն ուզում ասեմ, առանց նույնիսկ միջնորդության պետք է հարցը լուծվեր։ Եվ երրորդը իհարկե ուղղակիորեն դեռևս սահմանադրության այդ հոդվածը գործում է, որտեղ մենք ունենք ճիշտ է գնացում է, որ մենք արդեն կամ կենտրոնական դրական հանձնաժողովը ասում է, որ մենք արդեն ընդունել ենք նոր սահմանադրություն, բայց գործում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, եւ այդ պաշտոնը ուղղակի լիազորությունի սահմանադրությամբ ապահովելու դատական իշխանության բնականոն գործունեությունը։ Հասկանալի չի, 3 հիմնական հասիատեր։ Եվ եթե դու հանդես ես գալիս բարեփոխման եւ այլն ընթացող, ապա այս հարցում բացարձակապես ոչ ընդդիմություն, ոչ դիմություն, ոչ չգիտեմ այլ կառույցներ կամ եւ այլն պատասխանատվություն չունեն։ Կա հասցեագրված պատասխանատվություն հանձինս հանրապետության նախագահի, պաշտոնի հետ կապված ապահովելու, չէ, որպես պետության գլուխ օրենսդիր, դատական եւ գործադիր մարմինների բնականոն գործունեությունը։ Այսինքն այստեղ կա նաեւ երրորդ հասցեատերը։ Հասկանալի, այսինքն հիերարխիայով կա
ուրեմն հանրապետության նախագահի ուղղակի անհատական, անձնական պատասխանատվությունը ապահովելու դատական իշխանության բնականon գործունեությունը կոնկրետ դատավարության ընթացքում եւ հասցեատերը ինքն է եւ դրա վերաբերյալ ակնհայտորեն կլինի համապատասխան դրությունը եւ պահանջը, երկրորդը ուրեմն դատավորը եւ երրորդը դատական ուրեմն դեպարտամենտը համզինս իր կարգավիճակները, որոնք պետք է ապահովեն այդ բարձրացված խնդիրները։ Սրանց շրջման պարագայում մենք գտնում ենք, որ Պերմյակովը շարունակում է գտնվել հսկողության ներքո, Պերմյակովը ազատ չի լինելու իր ըստեյության գործող անցնող միակ ուրեմն մեղադրյալը այս պահին, ազատ չի լինելու իր պատասխաններում, մոտեցումներում, դատավարության ընթացքում եւ ավելին խորացնում է այն կասկածները, որ ռուսական կողմը հանձինս այս իր վարքագծի ունի ակնհայտ թաքցնելու ոչ թե բան, այլ բաներ եւ հայկական կողմը նաեւ դուրս է տալիս ըստ էության անտեսելու նույնիսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները այդ թաքցնելու ուղղված այդ գործողություններին։ Սա փաստ է։ Եվ մնացած բոլոր այն ինչ որ արձանագրված է այդ թղթերում նախաքննության եւ այլն, արդյունքում բոլորը դառնում են ցավոք սրտի կասկածի ենթակա, երբ որ չի ապահովում համապատասխան պայմանը։ Եվ հետո վերջապես մի բան։ Հիմա կարող են մանիպուլյացիա ենթարկել հանրային կարծիքը, ես ձեզ ուղղակի նախորդ ասում եմ, որ բա ինչ է, հիմա դուք այդ հարցերը բարձրացնելով չեք նպաստում այն բանի, որ Պերմյակովը կարող է խուսափել պատասխանատվությունից, հա, սա խնդիրը Պերմյակովի պատասխան, եթե նույնիսկ մենք դատարանում հենց նույնպես առաջարկվել չէ, նոր պաշտպանի գրավման, որովհետև նախորդ պաշտպանի հանրային պաշտպանի դերասանությունները դադարում են դեկտեմբերի 30-ին եւ նոր պաշտպանը պետք է հնարավորություն ունենա հենց ծանոթանալու։ Այսինքն մենք հակված ենք արդարադատություն իրականացնելու եւ մեղադրյալի շահերի պաշտպանության համար պատշաճ ուրեմն ընթացակ այո, բայց խնդիրը կայմենանում, որ փոքր ինչ շեղում արդարադատության նպաստող իրականացում ապահովող գործոններից չի կարելի, հակառակ դեպքում մենք ունենանք ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի եւ ոչ լրիվ քննության ընդհանրապես հնարավորություն եւ դրա արդյունքում կունենանք ոչ իրական պատկերը այդ հանցագործության ամբողջ իրականացման մեթոդների գործոնների։ Այնպես որ խնդիրը ոչ թե Պերմյակովը անմեղ կճանաչվի, թե չի ճանաչվի, սա հստակ ասում եմ, խնդիրը կայմենանում, որ արդյոք այս հանցագործությունը ամբողջությամբ պետք կբացատրի, թե ոչ։ Այնպես որ հանկարծ այդ հանրային, այսպես կոչված կարծիքի կամ զգացմունքների վրա մանիպուլյացիոն բոլոր հնարավոր ուրեմն գործողություն ես համարում եմ ակնհայտորեն ուղղված հանցագործության կոծկմանը եւ հանցագործության ոչ լիարժեք եւ ոչ ամբողջական ուրեմն բացահայտմանը։ Հասկանալի է, որպեսզի իսկ դրան ես ասեմ, թե որն է մեր մոտեցումը, այնպես որ մեր առաջարկված բարձրացված հարցերը միջնորդությունների ձևով եւ հայտարարությունների ձևով ուղղված կլինեն արդարադատության իրականացման ապահովմանը։ Սա է ամբողջ ուրեմն առաջին իսկ դատական նիստի հետ կապված թե մտահոգությունները եւ թե մոտեցումները եւ թե գնահատականները, իսկ ակնկալիքների առումով ես նույնիսկ կրկնում որևէ բան չեմ ասի, որտեղ դա արդեն լինում է բախտագուշակության ժանրից, ավելի շատ մենք ունենք գործողություններ քայլեր կատարելու, որոնք մենք ունենք եւ գիտակցում ենք։ Ձեր ասելով, այսպես է ստացվում, որ մեկ ամիս անց եթե այդ երասացները բավարարվեն, դատավարության հաջորդ գործընթացը գրում կունենա այլ որակ։ Մենք, գիտեք, այսպես ասեմ, դատավարությունը ոչ թե կունենա, այլ դատավարությունը պետք է ունենա նախ։ Ակնկալում եք։ Մենք ասում ենք, թե մենք ինչ ենք անելու։ Ես արդեն հրապարակեցի նախնական որոշակի այն գործողությունները։ Եվ համոզված եք, որ անելու եք ստացվել։ Եթե չկատարեն, ապա այդ դատավարությունը ուղղակի կարելի ասել ինքը չկայացած։
Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը եւ իշխանությունները իրենց պարտականությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ, ոչ միայն անհատների ընտանիքի առջեւ, պարտավորին կատարել։ Եվ այստեղ բացարձակապես որևէ քաղաքական նպատակահարմարություն տեղին չի, որտեղ այն գործոնները, այն պատճառները, որոնք հանգեցրել են նման հանցագործության կատարմանը, չպետք է այդպես ուրեմն սուբյեկտիվ կամ քաղաքական կամ դիվանագիտական կամ չգիտեմ ինչ այլ մոտեցումներ ծածկադեմքով արվի։ Սա է միանշանը։ Եվ մեկ առ մեկ, սա գիտեք ոնց է, սա համարեք մարտի 1-ի հանցագործության նման մի բան, մեկ օրվա ընթացքում 7 մարդ են սպանում։ Այն ժամանակ էլ 10 մարդ սպանեցին եւ այդպես էլ պետությունը իր քաղաքացիների առջեւ իր պարտավորությունը չկատարեց։ Սա մասին է խոսքը։ Որպեսզի պարտավորությունը կատարի, առաջին հերթին այդ պարտավորության կատարման ապահովման ուրեմն պայմանները պետք է ապահովի։ Սա է։ Լրագրողները հարցեր ունեն։ Եթե հիմա հունվարի 18-ին իսկ անցկացվի նորից ռուսական ռազմաբազային եւ նորից այն պայմանները, որոնք բոլորս տեսան։ Ինչ է պատրաստվում անել եւ Էլի մի շնորհքություններ ներկայացնելու։ Եվ այստեղ մի բան է։ Շատ լավ շնորհակալություն ձեր հարցի համար։ Այն մի շնորհքությունները, որը վերաբերում էր թե ռուսական զինվորներին ելի են կրկինելու անընդհատ։ Երկրորդ ուրեմն բնականաբար դատարանի կողմից այն որոշումը, այն հիմնավորումները, որոնք դրվել են իր որոշման հիմքում արտագնալ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դրանց ուրեմն ուղղությամբ պետք է մենք մի շնորհքություն ներկայացնենք դատական նիստը տեղափոխելու Շիրակի Մազենթանու իրավասության դատարան կամ որևէ Հայաստանի Հանրապետության դատարանի շենք, որը ամբողջովին գտնվում է Հայաստանի Հանրապետության ուրեմն իրավապահ մարմինների եւ դատական ացիաների լիարժեք անկասկած տիրապետության ներքո եւ հաջորդը ես ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրությունը շատ ավելի ակտիվ դրսևորի իրեն այս դատական process-ի նկատմամբ, որտեղ նույնպես են գտնում այն բոյկոտը, որը հայտարարվել էր եւ դատական նիստերի դահլիճի ըստեյության կարող եմ ասել 99% զբաղեցված էին բացի այն, որտեղ նստատեղեր են լրագրողներով եւ դժողի իրավահաջորդներով, դժողի իրավահաջորդների կամ դժողների հարազատներով փոքր խմբով, ըստեյության քաղաքացիների համար տեղ չկա։ Այսինքն քաղաքացիները պետք է շատ ավելի ակտիվ լինեն այդ հանրային պահանջը ներկայացնեն, որտեղ սա ոտնձգություն է մեր բոլորիս նկատմամբ։ Սա ես միանշանակ եմ ասում, եւ ոչ եմ անում հաջորդ դատական նիստին հանրությունը շատ ակտիվորեն մասնակցի այս դատական process-ին եւ պահանջները ներկայացնի։ Սա ինչպես շատ լավ դուք հիշում եք, որ Էլեկտրիկ Երևանի այդ հանրային միջոցառումներից հետո, ակցիաներից հետո նոր խոսակցություն գնաց շտաբ, որպես այսպես կոչված հանրային դժգոհությանը մարելու միջոց Պերմյակովի գործը իբր թե հանձնեն Հայաստանի Հանրապետությանը, եւ մարդիկ ասեցին բավարարեցին, բայց իրապես դա լրիվ նույնպես կրկնում անօրինական է, որտեղ ի սկզբանե ռուսական կողմը իր անշուշտ նման քրեական գործ վարելու։ Եթե այդպես է, ուրեմն ամբողջ քրեական գործ նաեւ այդ թվում Պերմյակովի կողմից ուրեմն հերթապահության տեղը, իր զինվորական մարտական հերթապահության կամ զինվորական հերթապահության տեղը անօրինական թողնելու եւ զենքը ապօրինաբար վերցնելու եւ Հայաստանի Հանրապետության տարածք մտնելու այդ գործով նաեւ քրեական գործի նյութերը թող հանձնեին մեզ, եթե այդպես է, որովհետեւ մենք իրապես տեսնենք արդյոք պատշաճ օբյեկտիվ քննություն կատարվել է այն ուղղությամբ, թե որոնք են եղել այն հանգամանքները, որ հանգեցրել են, որպեսզի Պերմյակովը այդ գործողությունը կատարի, ու դա ուղղակիորեն եւ տրամաբանորեն կապված նաեւ Ավետիսյանի սպանության ուրեմն հետ կապված գործի, ուղղակի նշանակություն ունի։ Եթե այդքան բարի կյանք ունեն, ապա պետք է նաեւ դա կատարեին, ոչ թե գիտեք, քրեական գործի հարուցմամբ արդեն իսկ խոչընդոտել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից ուրեմն գործի օբյեկտիվ քննությանը ռուսական կողմից։ Սա շատ պետք է հասկանալ։ Ի սկզբանե այդ քրեական գործի հարուցմամբ դա քրեական գործի հարուցում ռուսական կողմից հանդիսանում է խոչընդոտում։ Այսպեսի մի հարց
պարոն Սարգսյան, փաստորեն դատավարությունից նախքան դատավարությունը լրագրողները նույնպես մոռացրեցին այդ հարցը, որ դատավարությունը լինի ավելի օբյեկտիվ, լրագրողներին թույլ տան, այսինքն չեք տեսնում, որ նախքան դատական գործընթացը սկսվել է, արդեն ինքնստինքյան այդ խոչընդոտները ստեղծվում էին, արվում էր ամեն ինչ, որպեսզի Գիտեք, լրագրողները իրենք ներկա են եղել եւ իրենք շատ լավ գիտեն, թե ինչպիսին էր այդ պայմանները, հա։ Եվ պետք է ասեմ, որ իհարկե դատավարության ժամանակ դատավարություն։ Գիտեք, քրեակատարողական հիմնարկներում մեկ ազատազրկված անձին համար պետք է ապահովի 4 քառակուսի մետր տարածք։ Այդ օրը 4 քառակուսի մետր տարածք դատարան մասնակցել նույնիսկ ապահովված չէր ստացել։ Շատ բարձր եմ ասում։ Այսինքն դա անմարդկային արժանապատվությունը նվաստացնող պայմաններ էին, հա։ Իսկ հիմա այդ սահմանափակ տարածքում դրսևորել այսպես կոչված բարի կամքի դրսևորման որպես փաստ ներկայացնել, բա ամեն ինչ անում են որպեսզի տեղավոր, դա նշանակում է հաշտվել այն խաղի կանոններին կամ այն մոտեցումը, որ ռուսական կողմն է թելադրում։ Գիտեք, սա անթույլատրելի է։ Հայկական կողմը պետք է թելադրի խաղի կանոնները ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերից։ Իսկ նույնիսկ պետք է դա անմարդկային եւ պայմաններ էին նույնիսկ քրեակատարական հիմնարկներում ազատազրկված անձանց վերաբերյալ ստանդարտների տեսակետից այն պայմանները, որոնք առաջադրվել են եւ փորձում են այդ պայմանները լուծել լրագրողների աշխատանքը։ Կազմակերպական կողմը թաքցնելու բաներ ունի, ինչ-որ բաներ կա, որ դուք մտածում եք, որ այդպես է, կամ պարզապես այսպես ասած ակնկալիքներն ինչ է ուզում թաքցնել, որ ասեցին հարցագործության ամբողջ պատկերը։ Իսկ կանխավար կա դուք ունեք ինչ-պես է։ Բայց հիմա չեմ հրապարակել։ Որտեղ դատավորը նույնիսկ հրաժարություն չտվեց մեծ միջնորդությունը ներկայացնելու արտագնահատական նիստի այդ վերաբերյալ, հա, փոխելու եւ այդտեղից տեղափոխելու նիստը ուզում են նախորդ ստանալ այդ դերությունը առանց հրապարակման, հետո մի ամիս հետո պատրաստվում են ուրիշ պատասխան։ Եվ այն որ դատավորը այդ ռուսական բազայի զինծառայողների վերաբերյալ դատարանից հեռացնելու վերաբերյալ միջնորդության համար 15 րոպե խնդրեց, այսինքն ինչ պետք է քննվեր։ Եվ գնաց խորհրդակցական սենյակ խորհրդակցելու ում հետ։ Սա մյուս հարցը չէ։ Դատավորը ունի մի խորհրդակցական սենյակը, չէ՞ որ մենք տեսանք, որ այն մուտքովից գալիս էր, այդտեղ էր դիպում աղբար, պարքադիշներ էր, չգիտեմ շուտ, քաղաքացիական համազգեստով անձիկ և այլն։ Ես այսինքն հարցը բարձրացնում եմ հետևյալ, այո, ունենք և հիմա չենք հրապարակի, քանի որ այն պայմաններում որտեղ գտնվում է, դա նշանակում է մեր բոլոր խաղաքարտերը նախորդ բացել։ Իսկ դա չեմ պատասխանում։ Ամեն դեպքում հույս ունենանք, որ մի կամիս հետո ունենանք նորություններ այս դատավարության ընթացքի հետ կապված, գործի հետ կապված, որտեղ մեկ տարի շարունակ հանրությունը իրոք սպասում է արդարադատությանը, Այո, ճշմարտության ոչ թե միայն գյումրեցիների խնդիրն է, այլ ամբողջ հայության, այնպես որ բոլորն էլ ակնկալիք ունեն, որ ճշմարտությունը բացահայտելը, իսկ այսօր ձեր հայտարարություններից ելնելով կարելի արդեն համոզվել, որ ի սկզբանե այդ ձգձգված գործընթացը ոչ օբյեկտիվ քննությունն է, այս խոչընդոտները տանում են նրան։ Մեզ համար հասկանալի չեն այդ խոչընդոտները, այսպես ասեմ։ Այդ խոչընդոտները, երբ որ հասկանալի չեն եւ փորձում ես հասկանալ, գործունեության ուսումնասիրության հետ միասին, արդեն ձևակերպում է որոշակի կարծիք։ Ոչ թե մտածում ես, որ չէ, անպայման դեռ ինչ-որ մի բան կա, չէ, գործերի նյութերի հենց շրջանակում։ Իսկ ինչ-որ փաստեր կան դրա հիմնավորման համար։ Գիտեք, կան հարցեր, որոնց պատասխաններ չկան։ Իսկ կան հարցեր, որոնց են պատասխանել, որոնց մասին չեն ուզում խոսել։ Չէ, լրի գործերի մեջ կա նույնիսկ պետք կան հարցեր և շատ լուրջ հարցեր, որոնց պատասխանները քրեական գործում բացակայում են, և մենք մեր միջնորդություններով դա ներկայացնենք այդպես չէ, որ չեն ներկայացրել։ Հիմա չեք ասի օրն են հիմնական հարցերը։ Ոչ, եկեք
չշտապենք, հա, ուղղակի, ես ասում կան հարցեր, ընդհանրապես մեկ հարց չնայած դրա ոչ մի տեղ չներկայանալու։ Ինչպես հայտնվեց, տեսեք, բացի Պերմյակովից, այլ ցուցմունք Պերմյակովի Ավետիսյանների տանը հայտնվելու եւ Ավետիսյանների տնից դուրս գալու եւ այն հայտնի տնավումի պատասխանելու այլ ապացույց չկա։ Շատ ուղղակի բան է։ Եթե չկա այդ հարցը, ով ասել որ Պերմյակովի ինստիտուտների հիման վրա պետք է եզրակացություն կազմի քննությունը։ Հիմնականը որտեղ է գտնվել Պերմյակովը։ Լրագրողները եթե հարցեր չունեն, շնորհակալություն հայտնենք ձեզ պարոն Սարգսյան, մեր ասպետի իրավիճակների համար եւ կարծում եմ, որ հարցից հարց է ծագում եւ Ես կոչ եմ անում, այ կներեք, ես կոչ եմ անում հաջորդ դատական նիստին առաջերտին իհարկե գյումրեցիներին եւ մյուս ուրեմն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անպայման շատ ավելի մեծ ակտիվության մասնակցել այս դատական process-ին։ Ձեր կարծիքով այդ ակտիվությունը կստիպի Սա մենք ունենք հիմքեր այդպես մտածել, որտեղ նույնիսկ ունեն Պերմյակովի այսպես կոչված քրեական գործունեությունների փոխանցումը Հայաստանի Հանրապետության քննչական բանը, դեռ սա էլեկտրիկ Երևանի հայտնի դեպքերից է։ Սա պարզ չէ։ Եթե քո երկրի հասարակությունը պահանջատեր է, ապա հաշվի են նստում։ Իսկ այս գործում հանրային պահանջատիրությունը կարևոր երաշխիքներից մեկն է եւ գործոններից մեկն է։ Շատ հստակ ասում եմ։ Շատ շնորհակալ ենք, հուսանք որ մեր պատասխանատվները Շնորհակալություն։